Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում նույն տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագետ, եվրոպագետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալ հրավերի համար։ Վենսի Բաքու կատարած այցի վերաբերյալ ենթադրում եմ, որ այդ մասին էր, դրան էր վերաբերում ձեր այս գրառումը, դուք ասում եք, Ադրբեջանը ստացավ Հայաստանի վրա հավերժական լծակ, հայ-ամերիկյան համագործակցությունը կախվածության մեջ է դրվում Ադրբեջանից, ինչու եք այդպես կարծում։ Մենք պետք է առանձնացնենք Վենսի այցի արդյունքները Հայաստանում, որը ես մեծ առումով դրական եմ գնահատում, որպես հայ-ամերիկյան համագործակցության զարգացում, խորացում, ինչը բխում է այն ռազմավարական համագործակցության փաստաթղթից, որը ստորագրվել է։ Բայց այն ինչի մասին մենք առիթ ենք ունեցել խոսելու, որ պետք է ձգտեին Հայաստանի իշխանությունները, հայ-ամերիկյան հարաբերությունները կախվածության մեջ չդնեին Ադրբեջանից եւ փաստաթղթերում խուսափեին Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ կապ ապահովելու պահանջը, ինչը չի արվել բնականաբար, որովհետեւ մենք տեսանք, որ Հայաստանի իշխանությունները փաստորեն չդիմացան այդ ճնշումներին եւ ընտրություններից առաջ շտապելով, ինչով նաեւ Վենսը նկատեց Հայաստանում, որ Նիկոլ Փաշինյանը շատ է շտապում, ուզում է միանգամից արդյունքներ լինեն, եւ դա մեզ համար խնդիր կարող է դառնալ հետագայում այն ականն է, որի մասին մենք խոսել ենք։ Աշխարհաքաղաքական այլ իրավիճակում իհարկե հիմա Ադրբեջանը չի փորձի ամերիկյան ներկայությունը կասկածի տակ դնել կամ տորպեդա հարել ինչ-որ մի բան, բայց նա հասավ նրան, որ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության այդ փաստաթղթում կանոնադրության մեջ, խարտիայի մեջ հստակ ֆիքսվեց, որ ԱՄՆ-ն եւ Ադրբեջանը փաստորեն միասին իրականացնում են ծրագիր, որը ապահովում է Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև անխոչնդոտ կապը։ Այսինքն Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունը դառնում է Ամերիկայի եւ Ադրբեջանի պարտավորություն ապահովել դրա անխոչնդոտ լինելը։ Հայ-ամերիկյան փաստաթղթերում նման հիշատակում կամ նշում չկա։ Իհարկե կա, այն իմաստով, որ դա փաստորեն ֆիքսվեց օգոստոսի 8-ով, բայց առանձին պետք է փորձեին, քանի որ դա շրջանակային համաձայնություն էր, իրավական պարտավորություն չկար, հենց նախաբանում այդ մասին նշվում է, ընդհանրապես շրջանակային համաձայնությունները հետագայում ենթակային փոփոխության։ Բայց այդ փոփոխությունը չի արվել, ինչը ինձ հիմք է տալիս կասկածելով, որ սա հետագայում, ապագայում մենք դրա հետևանքները կիմանանք, եթե փոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այսինքն Ադրբեջանը միշտ ունենում է միջազգային, արդեն դարձավ դա միջազգային պարտավորություն նորմ։ Նորից ձևակերպեք, որն է այդ պարտավորությունը։ Դուք նկատի ունեք Հայաստանի վրա դրված է պարտավորություն, ասում եք դուք։ Հայաստանի հետ կապված հաղորդակցությունը տարածքը անցնելու հայ-ամերիկյան, ադրբեջան-ամերիկյան իրավական փաստաթուղթ է դառնում դրան խոչընդոտ կապն ապահովելու։ Այսինքն Ադրբեջանը երբ ուզի կարող է այդ հարցը բարձրացնել տարբեր պատճառաբանություններով, եթե հետագայում առաջանան ինչ-ինչ խնդիրներ։ Որտեղ է խոցելի պահը Հայաստանի համար, ուզում եմ մատնանշեք դա։ Տեսեք, մենք անցած անգամ նշեք, դուք ասեցիք հավերժական լծակ։ Այ որտեղ է, որ այդ լծակը կարող է օգտագործվել, որ դեպքում է խոցելի դառնում Հայաստանը։ Հավերժական այն նկատի ունեի, որ այս ծրագիրը, ինչպես նաև փաստաթղթերում է ամրագրված, 49 ապագայում 50 տարի երկարացնելու խնդիրը լուծում, այսինքն 100-ամյակի ծրագիր է ըստ էության եւ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապի ապահովումը 100-ամյա միջազգային պարտավորություն է, նորմ է։ Հիմա տեսեք, մենք ունենք նոյեմբերի 9-ը, որտեղ ամրագրված էր Լաչինի կապը Արցախի հետ։ Դա միջազգային նորմ էր, որը փաստորեն անտեսվեց, բայց սա պահպանվեց։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի դրույթը պահպանվեց եւ դարձավ նաեւ Ամերիկայի եւ Ադրբեջանի միջև, այսինքն ոչ միայն եռակողմ պարտավորություն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի։ Այս դեպքում ԱՄՆ-ն դառնում է երաշխավոր Ադրբեջանին, որ այդ կապը միշտ անխոչնդոտ կգործի։ Հայաստանի դեպքում ի՞նչն է վտանգները։ Փոխվեց աշխարհաքաղաքական իրավիճակ, ինչպես նոյեմբերի 9-ի դեպքում։ Ռուսաստանը թուլացավ, ուներ կոնֆլիկտներ, չէր կարողանում այս իրավիճակը վերահսկել, խաղաղ առաքելությունը զրոյական դեր խաղաց ըստ էության, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչելու համար։ Մենք արդյոք երաշխավորված ենք, որ մեկ այլ իրավիճակում ԱՄՆ-ն կարող է հեռանալ այս տարածաշրջանից։ Այդ ժամանակ բայց մնում է պարտավորությունը, որտեղ դա արդեն միջազգային պարտավորություն է։ Դա է խնդիրը։ Ադրբեջանը երբ ցանկանա, Հայաստանին կարող է պահանջել միշտ այդ կապը ապահովել։ Տարբեր պատճառաբանություններով։ Հիմա տեսեք, խնդիրն ինչն է։ Պետք է սահմանադրություն փոխվի,
Հայաստանը դեռ պետք է հրաժարվի անկախության հռչակագրի հղումից սահմանադրության մեջ։ Ադրբեջանը դա որպես նախապայման է դրել վերջնականորեն խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Եվ այս այցի տրամաբանությունը նաև դա էր, ինչի մասին խոսում է արևմտյան մամուլը, փորձագետները, նախկին պաշտոնյաները։ Օրինակ մամուլում շատ տարածվեց Թոմ Գոբլի հարցազրույցը, Մեյթյու Բրազիայի, ով ԵՀԿ խմբի համանախագահներ էին, այս բանակցությունների մեջ տասնամյակներով կային։ Նրանք դա ներկայացնում են հենց այսպես, որ խնդիր Ադրբեջանն է, ԱՄՆ-ի համար առաջնային կարևորություն, Հայաստան ընդհանրապես ածանցյալ է այս պրոյեկտի մեջ, որպեսզի ապահովեն երկու խնդիր, նախ եւ առաջ։ Կենտրոնական Ասիան կապելու իր այդ ենթակառուցվածքային ծրագրերով արևմուտքի հետ, լուծելու ԱՄՆ-ի համար նախ հազվագյուտ մետաղների ապահովումը, ինչը այսօր արհեստական բանականության դարաշրջանում շատ կարևոր է, Կենտրոնական Ասիան հարուստ է դրանցով, Ռուսաստանն ու Իրանը բլոկավորում են այդ կապը։ Միակ շրջանցող ճանապարհը մնացել է Հարավային Կովկասը։ Եվ միաժամանակ լուծում են Չինաստանի մեկուսացնելու խնդիրը այն իմաստով, որ Չինաստանը ինքը Կենտրոնական Ասիայում կատարել է մոտ 100 միլիարդի ներդրումներ, ունի մեկ գոտի մեկ ճանապարհ ծրագիրը։ ԱՄՆ-ը լուծում է այդ խնդիրը որպես աշխարհաքաղաքական ուժային կենտրոն, որպեսզի իր ազդեցությունը չկորցնի աշխարհում։ Ընդհանրապես այս տարածաշրջանը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա համարվում է Եվրասիական Բալկաններ։ Մի ժամանակ դրանք ընդհանրապես ծայրամաս էին գերտերությունների համար, այսօր դարձել են կենտրոնական կռվախնձոր, եւ ինչ որ միտեղ Նիկոլ Փաշինյանը որ ասում է ծայրամասից դարձել են կենտրոն, ինչ որ միտեղ ճիշտ է ասում, բայց դա ոչ թե Հայաստանն է, այլ Հարավային Կովկասը, Հայաստան-Ադրբեջանի հետ միասին։ Այդ առումով Ադրբեջանն է կենտրոնական դեր ստանձնում նաեւ Իրանի հետ հարաբերություններում։ Մենք կարող ենք մանրամասները անդրադառնալ Ադրբեջանում Վենսի այցի արդյունքները, նաեւ Հայաստանում, ինչու՞ չէ, որովհետեւ եթե ուշադիր եղաք հարցոպատասխանի ժամանակ ասուլիսի այդ ելույթից ամերիկյան կողմը տվեց երկու հարց եւ երկու հարցն էլ Իրանի մասին էր։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ի թիրախը այս պրոյեկտում նախ եւ առաջ Իրանն է, Իրանի խնդիրը լուծելը, Իրանին փորձել ստիպել գնալ զիջումների, ցույց տալով, որ եթե դու ինքդ չբացես ճանապարհը միջազգային տրանզիտի, նաեւ քո էներգառեսուրսների, ինչը կենսական է այսօր աշխարհում, մենք դա կանենք շրջանցելով եւ այսպես քեզ շրջափակելով բոլոր կողմերից։ Մենք ինչպես գիտենք, մերձավոր արևելքում կա այդ դաշնակցությունը ԱՄՆ-ի հետ ամբողջությամբ Իրանը այդ կողմից շրջափակված է։ Արևելքում դե Չինաստանն է փորձում իր ազդեցությունը տարածել, հյուսիսում Ռուսաստանը։ Եվ իսկապես մենք հայտնվել ենք այդ հորձանուտում, բայց Ադրբեջանը այդ առիթը օգտագործելով հասկանալով, որ ինքը գերկարևոր է բոլորի համար դարձել, որովհետև ինքը միակ երկիրն է, որ միաժամանակ սահման ունի Ռուսաստանի եւ Իրանի հետ, Հայաստանի հետ նաեւ Վրաստանն է եւ դա չէր պատահական, որ Վրաստանը այսօրն է հայտնվել։ Ուկրաինական այս կոնֆլիկտի ֆոնին փաստորեն Վրաստանը գնաց չեզոքության դաշտ։ Ի տարբերություն Հայաստանի, փորձեց խուսափել դառնալու շահերի բախման թատերաբեմ։ Գուցե դա լավ է, գուցե վատ ապագան ցույց կտա, բայց Նիկոլ Փաշինյանը գնաց զիջման ըստ էության 100-ամյա Ադրբեջանին, փորձելով այսինքն հույս ունենալով ինքն հենց հարցազրույցում ասեց, չէ, որ գերտերությունը 100 տարի մեր ինքնիշխանկախությանը տեր է կանգնում, ախր որտեղից է համոզումը։ Գերտերությունը Աֆղանստանից մտավ դուրս եկավ, Իրաքից մտավ դուրս եկավ։ Չէ որ սա այն կենտրոնն է, որտեղ դեռևս վերջնական ոչ մեկ իր գերիշխանությունը դեռ չի հաստատել։ Ինչ գիտեք, ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հետո չի բանակցելու, որպեսզի այս տարածաշրջանը զիջի այլ բաներում, որովհետև սկսվել է գլոբալ առևտուր։ Եվ հենց ամերիկյան մեդիան կարծեմ հենց Բրայզան նկատի ունեցավ իր խոսքում, որ կարծես թե կա պայմանավորվածություն Պուտինի եւ Թրամփի միջև բաժանելու ազդեցության գոտիները եւ այսօր, ինչպես գիտեք, Թրամփը ավելի ռուսամետ դիրքորոշում ունի Ուկրաինայի հարցում եւ կարծես թե կա ներքին պայմանավորվածություն, որ ես քեզ կաջակցեմ Ուկրաինայի հարցում, Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասում, տնտեսական առումով զիջիր ինձ։ Ռուսաստանը համաձայնվել է պայմանով, որ այստեղ չհայտնվեն զինված ուժեր, նատոյական զորքեր, եւ նաեւ Ուկրաինայի խնդրում կա այդ խնդրեմը, վեճը Եվրամիության հետ, որ չպետք է Ուկրաինայում լինի արևմտյան որևէ ռազմական կոնտինգենտ, բայց Ռուսաստանը տեսականորեն պատրաստ է, որպեսզի Ուկրաինան մտնի Եվրամիություն, բայց ռազմաքաղաքական չեզոքության պայմանով։ Կարծես թե այդ հայեցակարգը աշխատում է նաեւ մեր պարագայում։ Մենք ռազմաքաղաքական առումով դուրս չենք գալիս հապկից դեռևս, ԵԱՏՄ-ից, բայց թույլ ատրվում է ԱՄՆ-ին
ըստ էության ռեսուրս էլ չունի, որպեսզի հակառակվի, էլի Ռուսաստանը ճիշտ հասկանանք։ Այնպես չէ, որ իրանք ուրախ են, բայց տեսնելով ուժերի դասավորությունը գնացել են այդ զիջման եւ մեծ առումով շատ ցավալի չեն էլ արձագանքում, այլ փորձում են խցկվել իրականում։ Մենք լսեցինք Ռուսաստանից հայտարարություններ, որ մենք կուզենք միանալ TRIP-ին եւ Նիկոլ Փաշինյանը, չէ, բարձրացեց հարց Հայաստանի տարածքում երկաթուղիների նորոգման կառուցման հետ կապված, եթե ռուսական կողմը կանի, լավ, եթե չէ, լավ կլինի փոխանցի մեզ։ Եվ դա մեծ հաշվով էլի թուրքական պահանջ է, որպեսզի այստեղ չլինի որևէ, այսպես ասած, ռուսական վտանգ իրենց այդ 100-ամյա ծրագրին։ Սա է խնդիրը, այսինքն պետք է գոնե խուսափվեր, ոչ միայն հայ-ամերիկյան, այլև փաստորեն մենք ստացանք Ամերիկա-Ադրբեջան իրավական պարտավորություն ապահովել այդ անխոչնդոտ կապը։ Անխոչնդոտ կապ ինչ է նշանակում, որ դա չպետք է որևէ ձև փակվի։ Այսինքն Ադրբեջանը կարող է միշտ հղում անել այդ պայմանագրերին, ինքը ստեղծի, տեսանք, ասում են, չէ, սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի։ Ես վստահ եմ սահմանազատումը կանգ է առնելու հենց TRIP-ի վրա։ Ինչու՞։ Մինչև վերջնական, այսինքն չհասնի Ադրբեջանը իր պայմանների կատարմանը, որովհետեւ Հայաստանը վերջնականին ամեն առումով հրաժարվի Արցախից, հրաժարվի ընդհանրապես դառնալու որպես ընդհանրապես կապող օղակ թուրքական աշխարհին։ TRIP-ի վրա ինչու է կանգնելու այդ սահմանազատման։ Որպեսզի Հայաստանը միշտ վախեր ունենա, որ Չէ, որպես ինչ է, ինչ հենց հիմա ինչու է կանգ առել։ Որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինքնիշխանությունը Ադրբեջանը վերջնական դերովս չի ճանաչել, ոչ մի սահմաններով։ Միայն Հայաստանն է, Նիկոլ Փաշինյանն է ճանաչել 86600 քառակուսի կիլոմետր ներառյալ Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը նման հայտարարություններ չի արել։ Խուսափում է դրանից, վախենում է Ռուսաստանից, նաև փորձում են հասկանալ Ռուսաստանը ինչ քայլերի կդիմի, Իրանը ինչ քայլերի կդիմի, Չինաստանը, սպասում են առևտուր է գնում գլոբալ։ Չինաստանը ասացի 100 միլիարդ է ներդրել, եւ Թրամփը կանչեց կենտրոնական ասիական 5-6 երկրների, 5 երկրների, նաև Ադրբեջան պլյուս, հիշում եք, չէ՞, վերջերս տեղի ունեցավ 5+1, այսինքն +1-ը Ադրբեջանն էր, որտեղ Թրամփը խոստացավ 20 միլիարդի ներդրումներ կենտրոնական ասիական երկրներում։ Այսպես կախյալ վիճակ է, բայց Վենսի այցը ամրագրեց այդ նախնական պայմանավորվածությունները մի քայլ առաջ եւ քարտ բլանշ է տվել Նիկոլ Փաշինյանին վստահորեն գնալու առաջ։ Ես մտածում եմ, որ եթե այս ամիսների ընթացքում տեսնեն, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ ունի խնդիրներ հանդրվելու, որտեղ բացահայտ նաև Վենսը իր աջակցությունը ցույց տվեց, ինչը ամերիկյան արժեքներին այնքան էլ համահունչ չէր, որովհետև մենք գիտեք ինչն էր հետաքրքիրն է, որ ընդհանրապես օրակարգում ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, այդպես թեմաներ չկան։ Այդ Ամերիկայի եւ Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթում ընդհանրապես բացակայում է դրա մասին։ Մենք կարող ենք նաև նույնիսկ համեմատել, հա, այդ պայմանագրերը։ Հայաստանի ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության մեջ մի առանձին բաժին կա մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի։ Ադրբեջանի հետ կնքած ոչ մի նման խնդիր չկա, այսինքն ԱՄՆ-ն ինքը ցույց տվեց նաև այս այցով, որ ընդհանրապես բացի տնտեսական շահից, գեոստրատեգիական, գեոէկոնոմիկ շահերից իրեն մնացած հարցերը հետաքրքիր չեն։ Ի վերջո Հայաստանում չկան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ։ Կան, բայց դրանք ընդհանրապես չհասցեագրվեցին, նաև կապված Բաքվում էր գերիների խնդիրը ըստ էության ասվեց, որ քննարկել են, բայց քննարկելն ուրիշ է, փորձել ինչ-որ լուծում տալն ուրիշ է, մեծ հաշվով մենք տեսանք երկու իրականություն։ Շատ լավ խոստումնալից ներդրումային մթնոլորտ, IT ոլորտում հատկապես հիմնականում դա է, ներդրումային, NVIDIA-ի մուտքը Հայաստան, այնտեղ տեղի ունեցավ կազուս, մի ծիծաղելի իրավիճակ, որը մեծ հաշվով փորձեց ինչ-որ իմաստով ստվերեց այդ ոգևորություն։ Գիտեք ինչ է, հայ-ամերիկյան օրակարգում կա երկու իրականություն այսօր մեր։ Փորձել դա արժեզրկել եւ փորձել գերարժևորել։ Արժեզրկողները դե բարձ ովքեր են, բայց գերարժևորողները Նիկոլ Փաշինյանի թիմն է, ընդհանրապես պետական քարոզչությունը, որ այնպիսի մեծ ակնկալիքներ է ձևավորում, որ ընդհանրապես ընտրություններում իր ընտրվելու թեման այդ խնդիրն է փաստորեն լուծվում, հասկանում եք։ Սա է խնդրեմը եւ երբ որ Վենսի հենց հայտարարություններ մեկնաբանությունների տերկտվից, այսինքն հստակ չէր, թարգմանիչ սխալ էր թարգմանել ներդրումներ բառը, ներդրումներ ասվածը ինչ է։ Մեծ հաշվով ուղիղ ներդրումներ ասվածը, երբ որ դու փող ես բերում այս երկիր ինչ որ բան կառուցելու։
դու ինքդ ես փող բերում։ Բայց Վենսը նկատի ուներ 9 միլիարդի ծրագիր, որը մեծ հաշվով մենք ենք իհարկե վճարել, գուցե ամերիկյան սուբսիդիաներով, գուցե վարկով, հստակ չէ դեռևս։ Բայց դա այնպես տորպեդահարեցին, որ ԱՄՆ-ն 9 միլիարդ փող է բերելու Հայաստան, ու տպավորություն էր, որ փորձում են այդ այցը օգտագործել ընդհանրապես իրենց նախընտրական քարոզի համար։ Դա է պրոբլեմ ստեղծում ընկալումների, ծայրահեղական ընկալումների, մարդիկ էլ դրան փորձում են հակադարձել, ստացվում է արժեզրկում են իսկապես կարևոր Ամերիկայի հետ համագործակցություն։ Այ Վենսը չի խոսել 9 միլիարդ ներդրման մասին ասում եք դուք, իսկ ինչ է իրականում ասել Վենսը։ Վենսը ասել է, որ միջուկային ծրագրին է դա վերաբերում, այցի կարևոր, իդեպ ես դա կարևոր եմ համարում, բայց ինչպես ցանկացած լավ բան որ տեղի ունեցել, առաջացնում է հարցեր կրկին։ Միջուկային խնդիր, մեր խնդիրն ինչն է, որ մենք էներգետիկ առումով կախված ենք Ռուսաստանից։ Նաև ատոմակայանն է բնականաբար, կառուցված է ռուսական տեխնոլոգիաներով, ուրանը ռուսական է, սպասարկումը ռուսական է, բայց ամեն անգամ երկարաձգվում է դրա գործողության ժամկետը, որովհետև քանի անգամ արդեն բավական ժամանակ է անցել է իր, ոնց որ ասած, սրոկ գոդնости։ Եվ առանց միջուկային այդ էներգետիկ անվտանգության Հայաստանը լիովին կախված է լինում Ռուսաստանից, հնարավոր չէ այսպիսի պրոյեկտներ իրականացնել, առավել ևս արհեստական բանականության ոլորտում, որովհետև դա պահանջում է մենակ AMD-ի ներկայությունը պահանջելու է 100 մեգավատ հոսանք, համեմատության համար ասեմ, որ ատոմակայանը ապահովում է 400-ից 500 մեգավատ հոսանք, այսինքն պատկերացրեք, ինչքան ծանրաբեռնվելու է մեր էներգետիկ համակարգը, եւ դա կախված է լինելու ռուսներից։ Իսկին Ամերիկան գալիս է հսկայական ներդրումներ է անում, բայց կախված է լինելու ռուսներից։ Սա նախ այդ խնդիրն է լուծվում մեծ հաշվով։ Բայց այստեղ կա հարց կապված մոդուլայինի, որը փորձարկված չէ, իր անվտանգությունը այլն ապահովված չէ։ Սա երկարաժամկետ պրոյեկտ է, այնպես չէ, որ 2 տարի կամ նույնիսկ 10 տարի հետո մենք ունենանք մոդուլային ռեակտորը։ Սա աշխարհաքաղաքական պայմանավորվածություն է ռուսներին հասկացնելու, որ եթե դու ճնշումներ գործադրես, կարող ես ատոմական օրինակ կանգնեցնել փաստի առաջ, մենք ունենք այլընտրանք։ Ամերիկան տվեց այդ այլընտրանքը Հայաստանին, ինչպես դրական եմ գնահատում մեր էներգետիկ անկախությունը ապահովելու առումով, այսինքն մենք ունենք այլընտրանք։ Դե Ռուսաստանը անդադ նվազեցնում է դրա նշանակությունը, այսօր էլ Զախարովան հայտարարեց, ասեց հարցեր է առաջացնում, իրականում այդ հարցը ինչու է Ռուսաստանի կողմին հարց առաջացնում, երբ որ նա ասում է այդ փոքր ատոմակայանները գոյություն չունեն հատկապես Միացյալ Նահանգներում, դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա։ Առաջին հարցը ինչու է Ռուսաստանին դա անհանգստացնում։ Դե որովհետև իր ազդեցությունը նվազում է։ Թուրքիան մենք ցանկանում ատոմակայան կառուցել եւ դա եւս էլ ունեցավ խնդիրներ։ Իհարկե ռուսական տեխնոլոգիաները այնպես են, որ ապացուցված լավագույն տեխնոլոգիաներից մեկն են աշխարհում միջուկային էներգետիկայի ոլորտում, չնայած Չեռնոբիլի դեպքը, ամեն դեպքում եւ էժան են նաեւ, այսինքն մենք այստեղ երկու խնդիր կա։ Առաջինը, որ մոդուլային դեռևս փորձարկված չէ, վտանգներ կան։ Դա Հայաստանին պետք է անհանգստացնի, մեզ պետք է անհանգստացնի, այո, այսինքն առաջին հերթին։ Հա, լավ կլիներ, որպեսզի լիներ նույն ատոմակայանը կամ այսինքն նոր էներգաբլոկ կառուցվեր ատոմակայանի իր երկար գործողության ժամկետով, բայց չգիտեմ ամերիկյան տեխնոլոգիաները կամ իրենք կարող են դա ապահովել թե չէ։ Խոսքը մոդուլայինի մասին է, մոդուլային, որ լրիվ անկախ կլինի, փաստորեն տեղաշարժվող ըստ էության երևի հենց լուծելու լոկալ էներգետիկ խնդիրները, ոչ թե Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը, այլ ամերիկյան ներդրումների անվտանգությունը երաշխավորել։ Եվ հենց դրոնների բերելը, գիտեք, էլի հետաքրքիր էր այդ առումով։ Այսինքն դրոնները հետախուզական նշանակություն ունեն եւ բնականաբար եկել են ապահովելու ամերիկյան ներդրումների անվտանգությունը, այլ ոչ թե ամբողջ Հայաստանի հանրապետության։ Այսինքն էլի կրկին փոխկապակցված այո ծրագիրը ասել թե։ Այո, հիմնականում հենց Հայաստանի հարավի առումով դա շատ կարևոր է, որտեղ կարող են լինել դիվերսիաներ, տեսեք անխոչնդոտ կապի ապահովում։ Դա հստակ պայման է արդեն։ Ցանկացած սաբոտաժ, ցանկացած խոչնդոտ այդ ճանապարհին առաջացնելա խնդրեմ, հետեւաբար դրա անվտանգությունը պետք է ապահովել։ Դա եմ ասում, այստեղ է Հայաստանի ինքնիշխանության զիջումը, իսկ Հայաստանը չի շահում արդյոք այդ։ Տեսեք, Հայաստանը շահում է, եթե մենք 100%-անոց վստահ լինենք, որ ԱՄՆ-ն ցմահ մեր անվտանգության երաշխավորն է, բայց չկա նման բան։ Ցմահ անվտանգության 100 տարվա կտրվածքով ոչ մի պարտավորություն ԱՄՆ-ն չունի ապահովելու մեր անվտանգությունը։ Ինքը վերել ներդրում է անում տնտեսական ծրագիր եկամուտի ակնկալիքով, հետագայում կարող է բանակցել այլ բան, Ադրբեջանից ստանալ այլ բան կամ Ռուսաստանից ստանալ այլ բան,
եւ ուղղակի վերջ։ Այստեղ էլ գալիս Բայց պարտավորությունը Ադրբեջանի եւ Նախիջևանի կապն ապահովելու Հայաստանը մնում է։ Կարող է ԱՄՆ-ն վաղը որոշի դուրս գա այս ծրագրից, ասի ես իմ շահույթը ստացա, կամ այլևս ինձ հետաքրքիր չի, բայց պարտավորությունը մնաց Հայաստանի։ Միացյալ Նահանգների եւ Կարող է Ադրբեջանի։ հետո զիջել այդ պարտավորությունը Ռուսաստանին, կարող է զիջել ցանկացած։ Ես Դե դա եմ ասում։ ծայրահեղ վատ սցենարներ Մենք վատ սցենարը պետք է նայենք, որովհետեւ երբ որ մեզ հավաստիացնում են, որ վերջ ամեն ինչ լավ է, այդպես էր նաեւ Ռուսաստանի հանդեպ վստահությունը, որ մեր վրա չեն հարձակվի, Իսկանդեր ունենք, հիշում եք ինչքանային էլի գերագնահատում։ Մենք պետք է փորձենք այդ ռեալ պոլիտիկի մեջ հասկանալ, ինչպես ասացի, արժեքները այլևս գերակա չեն ԱՄՆ-ի համար, շահերն են, իսկ ԱՄՆ-ի շահերը կարող են կախված Թրամփի տրամադրությունից, բայց այնպես չէ, որ միայն Թրամփն է, էլի։ ԱՄՆ-ի ամբողջ էլիտան առաջնորդվում է ռեալ պոլիտիկով, կլինեն դեմոկրատներ թե հանրապետականներ, իրանք deal, միշտ Թրամփ ասում է, չէ, deal, գործարք։ Տեսեք, Իրանին մեկ կրակեցին, մեկ բանակցեցին, մեկ սպառնում են հիմա, նորից շարունակում են բանակցել։ Իրանի քաղաքականության փոփոխությունը կբերի ամբողջ աշխարհում փոփոխությունների, մենք չգիտենք այստեղ Հայաստանի դերը կլինի այնքան կարևոր, որքան հիմա է։ Այս պարտավորությունը մենք վերցնում ենք։ Կարելի ասել, որ դուք փաստորեն ահազանգում եք, որպեսզի հաշվի առնեն մեր ղեկավարությունը երկրի այսօրվա Նիկոլ Փաշինյանն է լինելու, վաղը պարզ չէ ով է լինելու, ով էլ որ գա, գործի ունենալու այս իրողության հետ։ Այո, դա չի կարող չեղարկել։ Եթե վավերացվի իհարկե։ Եթե Ադրբեջանում տվյալ դեպքում ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը դնում է երկու հնարավոր սցենարով է գնում։ Այո։ Եթե Նիկոլ Փաշինյանը ունենա վերընտրվելու խնդիրներ, կասկածներ ունենան, որ կարող է Նիկոլ Փաշինյանը չընտրվի, դա մեծ հավանականությամբ բերելու է նրան, որ սահմանադրական փոփոխություններ չեն լինելու Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանը կստորագրի Տեսեք, հիմա կստորագրի եւ հետո չի կստորագրի, բայց չի վավերացնի։ Այսինքն վավերացումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ լինեն եւ Ադրբեջանի բոլոր Դա խաղաղության պայմանագրի մասին եք խոսում։ Իսկ այն ինչի մասին դուք խոսում եք այդ կապակցված են իրականում այս ադրբեջանա-ամերիկյան պայմանավորվածությունների մասով դուք ահազանգեցիք, որ լծակ է լինելու եւ Հայաստանը չունի նման որևիցե ալտերնատիվ ձևակերպում կամ կետ իր այդ դե Խարտիան մեր ստորագրվել էր ավելի շուտ ես ինչ որտեղ ընդունում եմ որ թրիփիցը շուտ էր ստորագրվել եւ այնտեղ այդպիսի դրույթներ չկան բայց չի բացառվում որ հաջորդիվ եւս ինչ որ համաձայնագրեր դեռ կլինեն որովհետեւ հիշում եք Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ ասաց դեռ մենք մեր դիտարկումները մեր առաջարկները թրիփի հետ կապված մշակում ենք դեռ չենք ներկայացրել գուցե այս ամենը հաշվի դուք ձեր այս ահազանգը հաշվի առնեցվի Իսկ թվում է արդեն ուշ է որովհետեւ ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ դա ֆիքսեց արդեն տեղ չի թողնում այլևս այսինքն եթե Հայաստանի այդ պահան հիմա բարձրացնի այդ խնդիրը դա պետք է շուտ արվեր դրա համար ես ահազանգում գոնե փորձել եթե դա պետք է ներառվեր ես չեմ ասում օրինակ տեսեք Ադրբեջանը դրել է ասում միայն այդ պայմանով եմ ես համաձայն օրինակ ԱՄՆ-ն էլ ասում է գիտես Հայաստան ջան հասկանում եմ քո խնդիրը բայց դե էսա Եթե ասում հասկանում եմ քո խնդիրը բայց գոնե հասնեի նրան որ եթե այդ կետը պետք է լինի փոխադարձ առավելություններ ասվածը որը կարելի հստակեցվեր ինչի մասն է խոսքը Թող լիներ փոխադարձ անխոչնդոտ տրանսպորտային առավելություններ։ Ես խոսելու բան չի ունենա։ Փոխադարձ առավելությունը Ադրբեջանը կմեկնաբանի, կասի ցորեն եմ տալի, առավելություն չի։ Այն ինչի մասին Փաշինյանը անընդհատ խոսում է եւ ու հենց ինադու են այդ մասին խոսում, որ ժողովուրդը չունենա մտավախություններ։ Եվ համարի որ փոխադարձ այս ամբողջ այս process-ը հենց դրա համասին էր փափուկ պատրաստել ընտրություններին։ Տեսեք, դուք ասացիք Ադրբեջանը այդ հոդվածներն էլ վկայակոչեցիք, Փոլ Գոբել եւ Մեթյու Բրազիա եւ էլի կարծեմ էլի ամբողջ մեդիայում իրականում մեդիայում շատ է, այո, գիտենք դրա մասին դա կարող է իսկապես անկեղծ վերլուծություն լինի, անաչառ ավելի շուտ ոչ թե անկեղծ անաչառ վերլուծություն լինի, կարող է ոչ անաչառ լինի, մենք դրան չենք հիմա անդրադառնում, բայց արձանագրվում է հետևյալը, որ Ադրբեջանը ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, քան Հայաստանը։ Նվազագույնը վերցնենք Թուրքիայի հետ հարաբերությունները հաշվի առնելով, Իսրայելի հետ հարաբերությունները հաշվի առնելով, եթե նավթն ու գազը չենք հաշվի առնում, եւ մնացած ամեն ինչը բայց այստեղ դուք ձևակերպեցիք ձեր միտքը հետեւյալ ձևով եւ այդ հոդվածներում է ըստ երևույթին նշված որ դուք ասացիք ածանցիալ դիրքում է գտնվում Հայաստանը եկեք փորձենք հասկանալ 0-ից ածանցիալը ինչ է նշանակում ածանցիալը նշանակում է
որ գոնե ինչ որ դիրք զրոյից բարձր դիրքում է գտնվում մինչ այժմ զրոյական հետաքրքրություններ ներկայացնում Հայաստանը համարվելով Ռուսաստանի կցորդ համարվելով չգիտեմ ինչ հիմա գոնե ածենցիալ է հարցս հետեւյալն է ոչ թե ես հիացած եմ այդ ածենցիալ ձևակերպումով այլ գոնե այս կարգավիճակը որը ածենցիալ է անվանվել զրոյից բարձր է ճիշտ է օգտագործվում առավել արդյունավետ է օգտագործվում Հայաստանի կողմից թե մենք այսպես пассив վիճակում մեզ տանում են մենք գնում ենք մեզանով հետաքրքրվում են մենք ուրախանում ենք ես մեր իշխանությունների քայլերում տեսնում եմ իներցիա ուղղակի այսինքն առաջարկը կա ոգևորությամբ գնում եւ ստորագրում են առանց խորանալու վտանգների մեջ հետո մի բան կմտածենք այդ տրամաբանությամբ չեմ կարծում որ այսինքն կարծում եմ համոզված եմ որ կարելի է ավելին ստանալ որովհետեւ այս աշխարհաքաղաքական այս իրավիճակում մենք իսկապես դարձել ենք կենտրոնական մեր տարածաշրջանը կենտրոնական դեր մեր զիջումը մեր կենսական շահերի զիջումը Արցախի հարցում սահմանադրության հարցում մեր պահանջատիրության հարցում տեսանք Վենսի խայտարակ նաև այդ վատ արդյունքը ինչն էր որ ասում եմ գերագնահատում են հետո փչացնում են ընդհանրապես մեր իշխանությունների ձգտումը անընդհատ ընտրություններում փյարվելու ամեն ինչ փչացնում է ինչ որ ձևով գնաց հարգեց турք ցեղասպանության հիշատակի հետո պարզվեց որ պետքա ջնջի չէ իր գրառումը եւ արդյունքը ինչ եղավ արդյունքը եղավ էլի կազուս որը ինչի հետևանք է փյարվելու անընդհատ Մարդը երևի նույնիսկ տեղակել չէր, որ դա կարող է խնդիր առաջացնի, երևի արարողակարգով ուղղակի գնացել է իր турքը մատուցել։ Իր այցը ապահովող։ Որովհետև Վենսը գնաց նաև այդ բանը, պուրակը Ադրբեջանում, չէ, իրանց շեխիդների պուրակը, որը մեր տեսանկյունից էլի adekvat քայլ չէ, բայց արարողակարգի փաստորեն այդ եմ ասում, մարդիկ նույնիսկ չեն էլ խորանում։ Քո համար կարևորը հարգում եմ, գնում եմ բայց հետո չեն խորանում որ դա մի քիչ բարդ հարց է թե դա մեր մինուսներ թե իրենց մինուսներ մեր մինուսները այնքանով որ մենք նույնիսկ բարձր պաշտոնյանով չներկայացավ այսինքն կարծում միայն նախարարներ ուղեկցել ուզում եմ ասեմ դա տեսեք ինչ վատ հետք է թողնում նկատի ունեմ մեր ընկալումներում երբ որ գերագնահատվում կամ չափազանցվում է հետո պարզվում է նահանջ հետնահանջ տեսեք կա խնդիր Թուրքիան կարող է հիստերիա բարձրացնել Վենսը ջնջեց իր գրառումը։ Բայց ինչու եք ասում կարող է։ Արդյոք դա դրա արդյունքը չի եղել։ Իրենց են որտեղից են վստահությունը, որ հետագայում, օրինակ Իրանի հարցում զարգացումների դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը կասեն, այո, մենք ձեզ կտանք պլազդարմ, բայց Հայաստանին ճնշեք այս հարցում։ Իսկ Հայաստանը պետք է դրանից ապահովագրվեր արդեն հիմա, որովհետեւ հիմա է գնում առևտուրը։ Այսինքն այդ ցեղասպանություն եզրույթի հանումը շատերը ասում են հիմարություն է դրա վրա սևեռվելը ինչու եք հայեր դրա վրա սևեռվել իսկ մյուսները ասում են որ դա ցուցիչ էր ցուցիչ ես հիմա հարցնում եմ պետք չէր դրա վրա սևեռվել դրա վրա ուշադրություն չդարձնել դա իրենց սխալներ բաց թողումներ եւ հետո իրենք շտկեցին քանի որ Թրամփը նրանք ասացին որ դա մի խոսքով գիտենք ինչ պատասխանեցին պետք չէր դրա վրա ուշադրություն դարձնել եւ երկրորդը դա ցուցիչ էր որ թուրք-ադրբեջանական գործոնը կամ լոբին ավելի խիստ ավելի մեծ ազդեցություն ունի վարչակազմի վրա Միացյալ Նահանգների Միանշանակ որովհետեւ տարբեր ուժային քաշային կատեգորիաներ են Հայաստանը մենք պետք է ռեալ պոլիտիկով դատենք հայ էմոցիաները թողնենք մի կողմ ցանկացած հավասար պայմաններում եթե պետք է բավարարել Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները կբավարարվեն նրանց պահանջները քան Հայաստանի բայց քանի որ եկել են Հայաստանի դուր ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանն էր մեզ զգուշացնում մեղրին մեր դուրն է բերում աշխարհի հզորներին հա սուտ է մեղրին տանք թեկուս ծով խոստանան սուտ է ինչ էր դա ասում դա հենց այն նույն պատմություններ որի մասին մենք էլի առիթ ունեցանք խոսալու Արցախյան ամբողջ կոնֆլիկտի տրամաբանությունը հենց այս միջանցքը ճեղքելն էր արևմտյան ամբողջ մամուլում սա կոչվում է միջանցք Եվ բնականաբար, բայց եթե Հայաստանը հնարավորություն ուներ վստահ եմ օգտվելու այս առիթից եւ ԱՄՆ-ին բացատրելու մեր կենսական շահերը, ԱՄՆ-ն կհասկանար, որովհետեւ ես բերել եմ օրինակներ, ապացույցներ, որ ԱՄՆ-ն ռեալ պոլիտիկա մի կողմ արժեքային էլ որոշակի ազդեցություն ունի եւ դա մենք տեսել ենք 90-ականներին, երբ միակ երկիրներ էս էլի շեշտել են, որ Արցախին ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրել բյուջեի տողով եւ միակ երկիրն է, որ Ադրբեջանի դեմ սանկցիա է կիրառել
մարդու իրավունքների, այսինքն նաև արցախցիների նկատմամբ գործողությունների համար, դա ինչ է նշանակում։ Դա հայկական լոբի ազդեցություններ էր, բայց ամերիկյան շահն էր նաև իր խաղը թելադրելու աշխարհին, որից մենք օգտվել ենք, այսինքն ԱՄՆ-ին ասել ենք, ներկայացրել ենք մեր շահերը, նրանք հարգել են։ Այս պարագայում եւս դա պետք է թղթով ամրագրվեր, գոնե չեզոքացնելու այն ռիսկերը, որի մասին մենք խոսեցինք։ Այո, պետք է ֆիքսվել, որ ցանկացած այլ հավասար պայմաններում Հայաստանի շահը անտեսվելու է հօգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի, հատկապես Իրանի խնդրի հետ կապված, նրանք շատ կարևոր են արևմուտքյան, հատկապես ԱՄՆ-ի համար։ Կհասցնի Հայաստանը իր կշիռը այս ձեր ասած արձանցյալ դիրքից մեկ քայլ եւս բարձրացնել հետաքրքրությունը, կարևորությունը։ Հայաստանը պետք է այլ շանս ունի հիմա, սպասելու Իրանի եւ Ռուսաստանի արձագանքին, նրանց առաջարկներին, մենք տեսնում ենք, որ շտապում են ինչ-որ առաջարկներ են անում ատոմակայան ավելի լավ պայմաններով կանենք, դա օգտագործել որպես հնարավորություն ԱՄՆ-ին ասելու տեսեք կա նման առաջարկ, եկեք այնպես անենք, որպեսզի մի քիչ ավելի երկաթ բետոն ենք մեր համաձայնությունները ավելի լավ ձևակերպումներով։ Ինչի մասին մենք խոսեցինք, այսինքն հանել են ականները այն ռիսկերը, որը հետագայում թե որևէ շահագրգիռ կողմի կլինի Ռուսաստան, Չինաստան, չօգտագործվի սաբոտաժի ենթարկելու այս պրոյեկտը։ Այսինքն այս պրոյեկտը ռիսկային են առումով, որ կան այդ խնդիրները։ Եվ օգտվելով այդ հնարավորությունից միայն Հայաստանը կարող է այդ հարցը նորից բարձրացնել։ Այլ շանս չեմ տեսնում շտկումներ մտցնելու։ Այս պահին մենք ուրախանում ենք, որ վտանգներ չկա, բայց ես ասում եմ, պետք է ապահովագրել, էլի հաղթած զենք չէ մենք համարում։ Բայց ինչ եղավ վերջում։ Պետք է ապահովագրվել ռիսկերից, դա իմ միակ մտահոգությունը, թե չէ հայ-ամերիկյան համագործակցության խորացումը միայն ողջունել է բոլոր ուղղություններով, արհեստական բանականության հետ կապված իդեպ էլի գերագնահատում են, այստեղ էլ մի հատ խնդիր կա, գիտեք, ասում են չիպերի արտադրություն։ Ես ուշադիր կարդացել եմ հայ-ամերիկյան փաստաթղթերը, որոնք ստորագրվել են, հայտարարությունները, չկա դրա մասին ընդհանրապես խոսքը մատակարարման մասին է։ Այսինքն ամերիկյան չիպերը գալիս են դատա կենտրոն որպես տեղակայվում են Հայաստանում, օգտվելով Հայաստանի էժան հոսանքից, միջին ապահովելու կենտրոնական Ասիայից այդ հազվագյուտ մետաղների գալը, որտեղ կարող են ինչ-որ մշակումներ անել, բայց ոչ թե Հայաստանում, այլ ուղղակի մատակարարումն է Հայաստանում լինելու։ Հիմնականում արտադրվում է դա Թայվանում, հարավային Կորեայում։ Եվ չի բացառվում։ Եթե Հայաստանում լինի, ես միայն ուրախ կլինեմ, բայց դեռևս նման պայմանավորվածություն չկա։ Դա ցանկություններ են, մեր ժողովրդին էլի փորձում են գերագնահատել, հետագայում եթե դա չեղավ, հիասթափություն է չլինելու։ Բայց այդքան ակնհայտ սուտ խոսել։ Տեսեք, սուտը այնքան հեշտ է անցնում, այդ ստի գիծը այնքան բան է, նուրբ է, կարող է լինել եւ կարող է չլինել, որովհետեւ բայց ասում եմ բառացիորեն գրված է մատակարարում, այսինքն ամերիկան արդեն արտադրված չիպերի դատա կենտրոն է գալիս այստեղ, աշխարհում ԱՄՆ-ն ունի մի քանի հազար դատա կենտրոններ, Հայաստանը բացառություն չէ։ Ուղղակի արհեստական բանականությունը կոնկրետ Nvidia-ն է, որ ոչ բոլոր երկրներում է, բայց ամերիկյան տարբեր IT ընկերություններ Ղազախստանում ունեն 4 հատ, Ուզբեկստանում կարծեմ 2 հատ, այնպես չէ՞ որ իդեպ Ադրբեջանի հետ էլ են պայմանավորվել, որ ունենալու են։ Այսինքն փաստաթղթում կա Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ կան նույնիսկ տիեզերքի հետ կապված համագործակցության, այսինքն որ հիմա կարդում ենք ավանկետերով ասել թե այնտեղ ինչու է Ադրբեջանը ԱՄՆ-ի համար այդքան կարևոր։ Ասում են բացառիկ ենք այդ առումով մենք։ Դե այդ եմ ասում, այսինքն նախընտրական PR ապահովելու համար սկսել են կողքից մի քանի հեքիաթներ էլ մտցնել, բայց հետո որ ժողովուրդը տեսնի, որ այդպես չէ, արդեն իրենց համար ինչ իշխանության վերընտրվելու խնդիրը կլուծեն, մի բան կմտածեն, էլի։ Դեռևս մատակարարման մասին է, այսինքն տեղակայվելու։ Դա ոնց որ վերցնես մի հատ պահարան եւ տեղավորես քո ապրանքները եւ այդ պահարանում հենց տենց է կոչվում դատա կենտրոն, ինչը դա տվյալների պահարան է։ Արհեստական բանականության այդ մշակման արագությունը նաև ապահովում կախված ենթակառուցվածքներից լոգիստիկայից, հա։ Ինչու են ամբողջ աշխարհում դրանք տեղադրում, որպեսզի այդ արագությունը ապահովի կարճ հեռավորությունները, էլի։ Դա է խնդիրը եւ 4 միլիարդ դոլարի ներդրումը պետք է հասկանալ դեռ ինչպես է լինելու, որքան աշխատատեղ է ապահովելու, բայց դա իհարկե կարևոր ներդրում է։ Բայց դուք ասում եք 9 միլիարդի մեջ։ Չէ, 9 միլիարդը կապված էր զուտ միջուկային էներգետիկայի հետ, ատոմակայանի կառուցման հետ, սա առանձին է։ 5-ը գումարած 4-ը։ Հա, այսինքն Հայաստանը ոնց որ ասած 5 միլիարդ տալ է որպեսզի սկսեն, 4-ը արդեն սպասարկում է եւ առելիքն է։ Առելիքի ծախսերն է։ Ինչպես այսինքն 5 միլիարդը վերաբերում է կառուցմանը, բայց դա ինչպես կլինի վարկի տեսքով թե
Չգիտեմ, հստակ չէ։ Լավատեսները, տեսեք դուք էլ ասացիք, կան լավատեսներ, կան հորետեսներ։ Լավատեսները ասում են, սա ճանապարհ է բացվում, ճիշտ է, Չինաստանի օրինակը չեն բերում, բայց ես նոր մտածեցի, որ կարելի է Չինաստանի օրինակներ բերել։ Եթե ճիշտ օգտագործես այս հնարավորությունը, դու կարող ես զարգացնել։ Եվ երկրորդը, այդ пассивությունը, որի մասին մենք խոսում էինք, մենք գնում ենք, քանի մեզ տանում են, թե մենք գոնե այդ տանելու ընթացքում փորձում ենք մենք էլ ինչ-որ քայլեր գցել։ Ես կուզեի, որ այդպես անեն, բայց Ադրբեջանից վախը եւ Ադրբեջանի պահանջները ամեն գնով բավարարելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը հնարավորություն չի տալիս։ Նա կարող էր ավելինին հասնել, որովհետև ասում եմ, սա գլոբալ խնդիր է, սա լուրջ խնդիր է։ Մանրադրամով չպետք է էլի վաճառել։ Հիմա ասենք դրոնները եկան շատ լավ է, ամերիկյան տեխնոլոգիաներ են, հայերը կարող են եթե իհարկե խելք եւ ուշադրություն ռեսուրս դնեն դրա վրա, փորձեն որովհետև կրկին արհեստական բանականությամբ է դեպ աշխատում դրանք, փորձեն տեխնոլոգիապես սովորել, սեփական մշակումներ անել կամ մոդեռնիզացնել։ Այսինքն այնպես օրինակ մարդիկ կային քննադատում են ձեռին առնում, որ դա նավատորմի համար է, չգիտեմ ինչա, այդ հիմար բաներ էլի։ Տեխնոլոգիա է, որը ցանկացած դրոն, նույնիսկ սիրողական նկարահանող դրոն կարող դառնա մարտական դրոն, եթե դրա վրա խելք եւ հմտություններ օգտագործեն։ Այսինքն դա շատ լավ բան է, դա ծաղրելը, դա արժեզրկել պետք չէ, բայց ժողովրդին միաժամանակ դա ասել որպես փրկություն է, չգիտեմ ինչը, դա էլի հիմարություն։ Այս երկու Վարդան Պետրոսյանն էր մի հատ հումորային բան ուներ, մենք ծայրահեղությունների ժողովուրդ ենք ասում մենք ծայրահեղությունների ազգ ենք, այդ վիճակն է։ Այդ դա է մեզ խանգարում եւ դա հնարավորություն չի տալիս, որպեսզի նաեւ հանրային ճնշում լինի, որպեսզի իշխանությունները ստիպված գնան այդ քալին, գնան ասեն մեր մոտ կա այս դժգոհությունը, եկեք սրան լուծում տանք, հա։ Գովազդ ենք հայտարարում եթերում, շարունակելու ենք զրույցը, հարցերը դեռ կան։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Տիգրան Խաչատրյանի հետ, քաղաքագետ, եվրոպագետ։ Պարոն Խաչատրյան, դուք ասում եք նաև, որ Միացյալ Նահանգներ Ադրբեջան ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ավելի լայն ու խորը համագործակցություն է ենթադրում, քան ունի Հայաստանը։ Շարունակում ենք համեմատել հայ-ամերիկյան, ուրեմն այդ փաստաթուղթը Ադրբեջան-ամերիկյանի հետ։ Եվ նշում եք հետևյալը, հստակ նշվում է, ասում եք դուք Միջին Միջանցքի ու Տրանսկասպյան հաղորդակցությունների մասին, շեշտելով ռազմական համագործակցությունն ընդլայնելու ցանկությունը։ Ես խնդրեի, որ դուք պարզաբանեք այս ձեր պնդումը։ Կոնկրետ շատ թիրախային ձևակերպումներ կան համագործակցության ընդլայնման։ Ի տարբերություն հայ-ամերիկյանի, որտեղ լղոզված են, օրինակ կոնկրետ խոսք կա զենքի վաճառքի մասին։ Մեր փաստաթղթում դες բան չկա, որ զենք են հենց կոնկրետ վաճառելու։ Կա Տրանսկասպյան այդ Միջին Միջանցք կոչվածն է, որը միշտ Զանգեզուրի Միջանցք Ադրբեջանի ձևակերպումն է Թուրքիայի, բայց Թրիփը կրկին բոլոր արևմտյան գրեթե մեդիաներում, փորձագետներում, լրատվական դաշտերում դա կրկին օգտագործվում է որպես միջանցք հասկացություն, այսինքն մենք այդ խորանից չկարողացանք վերջացնել, բայց ամեն դեպքում Տրանսկասպյան այդ միջանցքը կոչված նաև Միջին Միջանցքը նշանակում է կոնկրետ ձևակերպում ստացել Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի փաստաթղթում։ Մեր փաստաթղթում նման բան չկա, այսինքն մեզ նման դեր չի վերապահվում։ Մենք դրանով ենք ածանցյալ Ադրբեջանին։ Իհարկե կոմունիկացիաներ, տարածաշրջանային համագործակցություն, այդպես ձևակերպումներ կան, բայց Ադրբեջանի հետ կոնկրետ հենց ֆիքսվում է Միջին Միջանցքի երևույթը։ Դա ենթադրում է թե երկաթուղիներ, թե էներգառեսուրսների մատակարարում, թե ամեն ինչ է ենթադրում եւ նաեւ օրինակ կա, ինչպես նշեցի, տիեզերական ոլորտում համագործակցություն։ Ես այս ամեն ինչը ինչ որ կա, նաեւ այս մոտորանավակների տրամադրումը բոլորը վերաբերում է այս գլոբալ արդեն միջանցքը վերահսկելու եւ անվտանգ դարձնելու Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հնարավոր սաբոտաժներից։ Եվ Ադրբեջանը, ասում եմ, առաջնային դիրքը հենց ոնց որ ասած ֆրոնտն է Իրանի դեմ, ԱՄՆ-ի ակնկալիքը դա է, բոլոր փորձագետները մեդիան այդ մասին են խոսում, որ խնդիրն է Ադրբեջանին դա որպես օգտագործելու ինչի՞ չէ, այդ բառն է, օգտագործելու Իրանի ճնշումներ բանացնելու համար։ Եվ դա կոնկրետ ռազմաքաղաքական արդեն դաշնակցային ինչ որ իմաստով, այնտեղ հենց Վենսը շեշտեց, տեսեք ինչ է ասում, որ մեծ է, շատ գոված Աֆղանստանում Ադրբեջանի ներդրումը։ Գոված ասած ադրբեջանական զորքերը, զինվորները աշխարհի ամենահզոր բաներ էր խոսում։ Այո, ասած մեզ հետ միասին, մեր զինվորների հետ միասին ուսուցի տված։ Իրանց բանը ցույց են տվել, իրենց այդ լավ կռվելը, ասած բաներ, ասած նույնիսկ համատես Թրամփի հետ Ալիևին, որ միակն է Ալիևը Թրամփի հետ միասին, որ լավ հարաբերություններ ունի թե Թուրքիայի, թե Իսրայելի հետ։ Շեշտվեց, այդ ամեն ինչը մեսիջներ են բառացիորեն, որի թիրախը կրկին Իրանն է հասկանում, այսինքն Իսրայելը ունի Իրանի հետ կոնֆլիկտ։ Սիրաշահել կարելի է այդ բառը օգտագործել։ Իհարկե, այսինքն շեշտել, որ մենք եկել ենք ստեղ այդ խնդրով Ալիև ջան, այսինքն դու պետք է մեզ այդ հարցում հաստատ չքաշես։ Եվ այս առումով նաև իր արտահայտությունն է ստացել փաստաթղթում բոլոր առումներով։ Չկա ընդհանրապես լծակ Ադրբեջանի վրա, ասում եմ, մարդու իրավունքներ, դեմոկրատիա, գոնե ձևի համար նշեի, որ Ադրբեջանի վրա ազդելու լծակ լիներ։ Երբ որ այնտեղ 400-ից ավելի, այդքան երես է առել, ասում եմ, դա Հայաստանի զիջողականության հետևանքն է Ալիևը, որ նույնիսկ Ադրբեջան-ԱՄՆ թիվ 1 դեմոկրատական, մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող գերտերության օրակարգում չկա ոչ մի նման հարց։ Բանտարկյալներ կան գազապետ։ Եվ ասացի, ռազմականը դա էր կոնկրետ շեշտվում Ադրբեջանի դերը որպես այս համակարգի մաս եւ նաեւ հենց նույնիսկ համագործակցությունը տիեզերքում դա Ֆրանսիայի հետ ի դեպ ուներ Սպուտնիկն էր։ Սա արդեն լրիվ տարբերվում է հայ-ամերիկյան օրակարգից։ Կարելի համարել, որ Ադրբեջանը դիտարկվում է Միացյալ Նահանգների համար, կողմից դիտարկվում է Թուրքիայի որպես կցորդ, ասենք, լավ։ Արդեն չէ։ Առանձին Ադրբեջանը առանձին գործոն է արդեն։ Միանշանակ առանձին գործոն է, որովհետև առանց Ադրբեջանի նույնիսկ Թուրքիան կորցնում է իր կշիռից տարածաշրջանում։ Ոչ թե կցորդել, կարելի է նույնիսկ հավասար կարգավիճակներ ունեն ըստ էության, ազդեցության եւ տրանզիտի առումով։ Չի կարա Թուրքիան
թելադրի Ադրբեջանին, այսպես ասած, քայլեր։ Դե մեր սահմանների հարցում մենք դա տեսանք փաստացի։ Թուրքիային ստիպում էին, որպեսի բացի, Թուրքիան ասում էր ես կարող է։ Փաստացի Ադրբեջանից ավելի բայց կախված է։ Ադրբեջանը ինձ թույլ չի տալիս, մինչև դուք Ադրբեջանի հետ ձեր հարցերը չլուծեք, չվերջացնեք, ես չեմ կարողանա բացել։ Որքանով է դա ներողություն քաղաքականության մեջ անկեղծ բառ դժվար է ճիշտ չի օգտագործել, բայց որքանով է անկեղծ Թուրքիան, որ ասում է ես կբացեի, բայց Ադրբեջանից պետք է ստանամ թույլտվությունը։ Թուրքիան իհարկե եթե ռեալ ցանկություն ունենար կբացեր։ Դրանով աջակցում է Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակելու, բայց մեծ հաշվով եթե Ադրբեջանը որոշեց, որ նման խնդիր կար իդեպ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված Ադրբեջանի տեսնում ենք։ Այդ 2008-ի մասին եք խոսում։ Նույնիսկ այն ժամանակ, հա, այսինքն այդ վայնասունը բարձրացրած, որը ազդում էր թուրքական թե ներքին լսարանի վրա, թե քաղաքականության վրա։ Այսօր առավել եւս էս այսօրվա մասն եմ խոսում, Ադրբեջանը ավելի ինքնիշխան անկախ է առումով, քան առաջ։ Որտեղ է այդ շահերն են ուղակի համընկնում բնականաբար։ Ուժը այն որ ասում են ասեղի ծայրի վրա է, ո՞րն է այդ ասեղը, Իսրայելը։ Որ Ադրբեջանի ուժի հիմքը ո՞րն է։ Հենց այդ իրանական գործոնը ես դրա համար եմ միշտ ասել, Իսրայելը շատերը լելի ծայրահեղ ձևով են հասկացել, իրանական գործոնը բարձրացնում է Թուրքիայի, հատկապես Ադրբեջանի դերը արևմուտքի համար։ Հենց Իրանի հետ լավացավ հարաբերությունները, Ադրբեջանի դերը մի 50%-ով նվազելու է։ Հայաստանում գրանցած իր հաջողությունից հետո ինքը դարձել է ուղղակի թելադրող տարածաշրջանում, առանց Ադրբեջանի որոշման հնարավոր չի ոչ մի պրոյեկտ իրականացնել, սա է խնդիրը։ Առանց Հայաստանի հնարավոր է։ Վրաստանով է հնարավոր։ Վերջիվերջո կարող են Իրանին հողին հավասարեցնել, այսինքն Հայաստանից կախված չի։ Մեծ հաշվով բայց Ադրբեջանից կախված։ Իրանի թեմային, եթե բացեցինք Իրանի թեման, շատ հետաքրքիր էր Հայաստանում Իրանի դեսպանի այս հայտարարությունները։ Նախ նա տեղեկացրեց, որ 26 թվականին Փաշինյանը մեկնելու է Թեհրան եւ այնտեղ ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ է ստորագրվելու։ Նա խոսեց առաջնորդների փոխադարձ վստահությունը նրանց գլխավոր ակտիվն է, այսինքն Հայաստանի եւ Իրանի փոխադարձ վստահության մասին խոսեց եւ երևի թե աննախադեպ էր ինձ համար համենայն դեպս այն հստակ ձևակերպումը, որը առաջին անգամ ճիշտ է Թրամփի ուղի բառակապակցությունը չօգտագործվեց, բայց ասվեց հետևյալը, դեսպանը նշեց տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տարանցիկ ներուժի զարգացման կարեւորությունը եւ ընդգծեց, որ խաղաղությունն ու բարեդրացական հարաբերությունները հարավային Կովկասում կայունության բանալին են։ Մինչ այժմ սառը, այսպես երկակի իմաստով ձևակերպումներ էին արվում Իրանից, բայց հիմա ասվեց, որ մենք այսպես դրական են գնահատում այդ ամբողջ գործընթացը։ Հայ-իրանական հարաբերություններ։ Հայ-իրանականում այս նահանջը Իրանի դժգոհությունի, ասաց, որ ինչ-որ հարցեր դեսպանատան դիմաց ցույցերից է ինչ է, իրանք շատ նեղվել։ Դե հա։ Դա իրականում ընդհանրապես պատրվակ էր ցույց տալու Իրանի դժգոհությունը գործընթացից։ Հիմա Իրանը պարզապես չի ցանկանում խաղից դուրս մնալ, փորձում է Հայաստանին առանց ոնց որ բանելու, առանց որտեղ հասկացավ, որ իր զգուշացումները մեծ հաշվով բան չփոխեցին։ Այսինքն Հայաստանը չհրաժարվեց ոչ թրիփից, բայց Իրանի համար միանշանակ սա խնդիր է եւ դրանք չեն էլ թաքցնում։ Ուղղակի հիմա փոխել են տակտիկան, Հայաստանի հետ փորձելով ավելի դրական մթնոլորտում։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ֆոնին է սա։ Միանշանակ, այսինքն բոլոր դա է ասում, գնում է առևտուր։ Հիմա Իրանը փորձել է ինչ-որ մի բան առաջարկել, ենթադրաբար թե ինչ չեմ կարող ասել, որ հանկարծ Հայաստանը չմտնի, որտեղ դեռևս վերջնական ստորագրված չի ամեն դեպքում, չէ՞, ամեն ինչը վավերացված, դեռևս շինարարություն չի սկսել ինչ-որ ասես դեռևս ոչ մի միջանցք չի գործում առայժմ։ Փորձել Հայաստանին զերծ պահել այդ ամեն ինչից։ Ինչպես այստեղ ես չհասկացա ինչպես։ Ինչպես դեռ պետք է հասկանանք Իրանի պաշտոնական առաջարկներից, ինչ առաջարկ կարող է անել։ Իրանը նույնպես ուշացել է, մենք հիշում ենք այաթոլաների իշխանությունը ընդհանրապես ողջունեց Արցախի իրենց ասած ազատագրումը, շնորհավորեց Ադրբեջանին, ինչ պետք է այլևս առաջարկի Իրանը։ Իրանը մեզ տալիս է գազ հոսանքի դիմաց, գուցե առաջարկել ավելի լավ, բայց դե սանկցիաների տակ է, այսինքն Իրանի առաջարկելու այս հնարավորությունները փոքր են, բայց փորձելու է ինչ-որ մի ձև Հայաստանին համոզի, որ հանկարծ Իրանի դեմ
գործողություններին չմիանա, որտեղ Հայաստանը ինքը ասում է չմիանալու, սա ընդհանուր տնտեսական պրոյեկտ է, Ռուսաստանն էլ կարող է օգտվել, Իրանն էլ կարող է օգտվել, բայց Իրանում էլ ամբողջ աշխարհում էլ հասկանում են, որ եթե Իրանը չգնաց զիջումների ԱՄՆ-ի պահանջների կատարմանը, կոնֆլիկտը չի բացառվում, պատերազմը չի բացառվում։ Հետևաբար հնարավոր պատերազմից փորձեն Հայաստանին զերծ պահել, որպեսզի այդ ճակատին մաս չկազմի, թե ինչպես իրենք գիտեն, դա փակ է այդ բանակցությունները, չգիտեմ Իրանը այլ ինչ ազդեցության լծակ ունի, բացի տնտեսական այսօր։ Ինչ պետք է անի, զորք մտցնի Սյոնիքը գրավի, դժվար էլի, բայց դրա համար թույլատրել են տոնը, ավելի ջերմ, խնդիր չկա, եկեք մենք ռազմավարական համագործակցություն ստորագրենք, Ռուսաստանի հետ ունեն իդեպ, դեռևս Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ԵԱՏՄ-ի անդամ է, դեռևս ռուսական փաստաթղթերը իրավաբանորեն կան, գուցե փորձեն այդ ձև նոր փաստաթղթերով ինչ-որ Հայաստանին իրավաբանորեն հեռու պահեն։ Ռազմաքաղաքական խնդիրներից մեջ ներքաշվելու, որովհետև մենք տեսնում ենք արագ է գնում process-ը, չի բացառվում, վաղը մյուս օր, տեսեք, դրոն եկավ։ Մենք սպասում ենք ռազմական Ես ինչ չի հարցակողական չի, չեն հետախուզական է եւ ասում են Իրանը կարող է ներսրտել, թե ինչու Միանշանակ կարող է ներսրտել, որտեղ դա ծիծեռնակներն են, աղամեսօր ասում են հետախուզական, ինչ գիտենք հետախուզական, կարող դրա հետ միասին այլ դրոններ գան, որոնք հարցակողական են, ով է ստուգելու, Իրանը հնարավորություն ունի ստուգելու, ունենալու է կասկածներ։ Այստեղ դուք տեսնում եք Իրանի ցանկությունը Հայաստանի կոպիտ բառ վնասազերծել, հա? Հա, որպեսզի եթե Հայաստանն էլ ներքաշվեց կոպիտ ասած հակաիրանական ալյանսում, ինչը մեր համար էլի ռիսկ էր ապարունակում, հետագայում իրանական ժողովրդի հետ խնդիրներ ունենալու առումով։ Այս ռազմավարական գործընկերության պայմանագրով իրավաբանորեն դա բացառել էլի, փորձել, հա, իրավական պարտավորությունների մեջ ներառել, որ Հայաստանը չներքաշվի։ Շնորհակալ եմ, վերջին թեման, որին ուզում եմ անդրադառնալ, եւս ձեր Facebook-յան էջից եմ վերցրել, դուք շատ ակտիվ եք, կարևոր իրադարձություններին միշտ արձագանքում եք, դուք նախ ասեմ, որ հայտարարվեց, տեղեկացնեմ մեր լսարանին, եթե տեղյակ չեն կամ գուցե տեղյակ են, հիշեցնեմ, որ հայտարարվեց, որ մի քանի ամսից հետո ապրիլ-մայիսից սկսած դրամականացվելու է մոնետիզացիայի, YouTube-յան մոնետիզացիան միանալու է Հայաստանի համար։ Եվ դուք արձագանքեցիք եւ կոչ արեցիք պահանջել չհարկել այս եկամուտները։ Բացատրեք ինչն է անհանգստացնում ձեզ։ Տեսեք դուք ինչ եք ասում, հանրությանն եմ ներկայացնում, թե ինչ եք ասում։ Դուք ասում եք թողեք մարդիկ ազատ ստեղծագործեն, աշխատեն։ Ինչով է կաշկանդվում հարկումը։ Հարկումը ասում եք դուք կարող է զրոյացնել մարդկանց ազատ ինքնարեալիզացման հնարավորությունը։ Եվ այսպես, ինչպես հարկումը, նախ ինչ մեխանիզմ եք տեսնում եկամուտ եւ չհարկել, եւ երկրորդը ինչու եք ասում, որ հարկումը սահմանափակելու է ազատությունը։ Սա եւս հայ-ամերիկյան համագործակցության անուղղակի հետևանք էր։ Չնայած Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց ունեն մոնետիզացիա, դա ազատ մարդկանց ֆրիլանս գործունեություն ծավալող մարդկանց համար Google-ի ստեղծած գլոբալ հնարավորություն է, որպեսզի մարդիկ իրենց ստեղծագործական կոնտենտով, որը հրապարակում են YouTube-ում, տեսանյութերի տեսքով, դրանք շատ բազմազան են, տարբեր ոլորտի մարդիկ այսօր հավելյալ նաև եկամուտ կարող է լինել։ Դա հնարավորություն է առանց գործատուից կախված լինելու ցանկացած, առանց նույնիսկ քաղաքական առումով կախված չլինելու որևէ կուսակցությունից, դու քո կարծիքը, քո տեսակետը արտահայտես, ունենաս լսարան։ Սա իսկապես ազատությանը նպաստող մի տեխնոլոգիաների բերած օգուտն է մարդկությանը եւ Հայաստանը շատ ուշ է սկսել դրանից իրականում օգտվել եւ դա մեր իշխանությունների կրկին բաց թողումն է, մեր ներքին շուկայի կարգավորումների խնդիրն է, այստեղ ստվեր կա, մարդիկ չեն անում։ Հիմա հարկայինի խնդիրն ինչն է, որ Վրաստանում օրինակ, ես Վրաստանը օրինակն եմ բերում, այդ 1%-անոց շրջանառության հարկի շնորհիվ նույնիսկ այլ երկրներից գալիս են Վրաստանում կոնտենտ են ստեղծում, որ հատկապես որ սա թմկահարվում է նախընտրական շրջանում որպես ձեռքբերում, ժողովուրդը պետք է օգտվի այդ ձեռքբերումից, ոչ թե իրենք։ Իմ ասածը դա է եւ հանկարծ չփորձեն հետո ստացվի այնպես, որ ողջավորության այս ֆոնի վրա, որ հետո պարզվի մարդիկ նստեն, ծախսեր անեն, աշխատեն եւ հարկվի այնքան շատ կամ կրկնակի հարկվի, որ արդյունք չտա, հետո նախընտրական PR-ում օգտագործվի, մոռացվի։ Իմ կոչն է ուղղակի տալ այդ հնարավորությունը մարդկանց Հայաստանում, դա հավելյալ աշխատանքի հնարավորություն է նաև եկամուտի աղբյուր է եւ նաև ինչ որ առումով գրավիչ կլինի այլ երկրների, հատկապես Ռուսաստանում այս տեխնոլոգիական սահմանափակումների պայմաններում շատ մարդիկ գուցե որոշեն տեղափոխվել Հայաստան իրենց գործունեությունը Հայաստանից
իրականացնել։ Այսինքն գոնե սկզբնական շրջանում չհարկել ընդհանրապես, ունենալ առավելություն տարածաշրջանի այլ երկրներից այդ առումով, ազատ ստեղծագործող մարդկանց եւ նաեւ հաշվի առնելով որ մեր շուկան շատ փոքր է մեծաշով տեսանելիությունը, հա, դա մեծ հսկայական եկամուտներ չի ապավելու։ Դրանից հետո մի հատ էլ հարկվի, կորցնելու ընդհանրապես դրա գրավչությունը եւ այն մեծ գովելիությունը, որ հիմա ներկայացնում են որպես տեխնոլոգիական առաջընթաց, որպես հայ-ամերիկյան հարաբերությունների խորացում։ Ես ասում եմ, որպեսզի դա իսկապես այդպես լինի եւ նախապես կոչ եմ անում չհարկել, թողնել ազատ աշխատեն մարդիկ։ Հետագայում եթե տեսնեք այնքան շատ եկամուտ է գեներացնում այդ ոլորտը, որ պետությունը կարիք ունի հավելյալ միջոցների դրանով, փորձեք հարկել, բայց ասում եմ, Վրաստանում 1% է, թող դրանից չանցնի, Ադրբեջանում շատ է, 14 թե 20 է կարծեմ, եւ եթե կրկնակի հարկման տակ մարդիկ ընկնեն, ընդհանրապես կարող է պարզվի, որ 50-ից 30% է իրենց բաժին հասնելու ընդհանուր այդ շրջանառությունից, որը YouTube-ը տալիս է գովազդի միջոցով։ Դե 40%-ից ավելին գովազդի վերցնում է YouTube-ը։ Այնտեղ կան այլ կոմիսիաներ փոխանցման, Նախ YouTube-ը վերցնում, հետո պետությունը վերցնի որպես հարկ, համարում եք, որ շատ բան չի մնա, հա։ Ես ուղղակի իմ կոչն էր, իմ մտահոգությունն նաև իմ սրտացավությունը, որպեսզի այդ ոլորտը իսկապես զարգանա, ընկած կոպեկների հետևից ստեղծում են այնպիսի վատ կոնտենտ հիմա Հայաստանում, որպեսզի դիտում ապահովեն։ Այդ ընկած դա եւ սուտ ինֆորմացիա, fake news-երը ստեղծվում են դրա պատճառով, որ կոպեկների հետևից ընկած սկսում են լիքը սենսացիոն, կեղծ լուրեր տարածել։ Դա ինչ որ հարցով եթե մարդիկ ազատ հնարավորություն, դաշտը ինչ որ առումով նաև կմաքրվի, ինքնամաքրվի, եթե մարդիկ իրենց նորմալ աշխատանքով կարողանան լավ կոնտենտ, այսինքն մրցակցությունը գնա լավ կոնտենտի համար։ Սա է։ Շնորհակալ եմ ասացի համար, հետաքրքիր էր ձեր դիտարկումը, կարծում եմ որոշ առաջարկներ, բոլոր հարցերը, որոնք մենք քննարկեցինք, բոլոր հարցերով դուք ունեիք ձեր առաջարկները, որը հրաշալի է։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Տիգրան Խաչատրյանի հետ էի զրուցում, քաղաքագետ, եվրոպագետ։ Զրուցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։